2015 թվականին Սուրբ Տրդատ արքայի բաց խորանում տեղի ունեցավ պատմական մի արարողություն։ Հայոց մեծ եղեռնից 100 տարի անց 2015 թվականին ապրիլի 23-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծիտանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին հայոց ցեղասպանության զոհերը։ Սրբադասման արարողության ընթացքում ուղիղ միացմամբ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքները եկեղեցիներում հավաքված մեծ էկրաններով հետևում էին Սուրբ Էջմիածնում կատարվող արարողությանը։ Երբ նայում ենք մեր եկեղեցու պատմությունը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչ ընթացակարգ է գործել, ինչպես են մեր եկեղեցու զավակներից ոմանք եկեղեցու կողմից հռչակվել սուրբ եւ այնուհետեւ հիշատակվել որպես մեզ համար բարեխոսներ եւ կամ մենք խնդրել ենք իրենց բարեխոսությունը, մենք տեսնում ենք, որ գոնե վաղ քրիստոնեական շրջանում եկեղեցու պատմության ընթացքում տեսնում ենք, որ ժողովուրդն է առաջին հերթին իր ընկալման, իր մտածելակերպի մեջ սրբացրել, առանձնացրել իրենից անհատի կամ հավաքական որևիցե մի խմբի եւ իր վերաբերմունքը դրսևորել նրա բարեպաշտական սրբակենցաղ կյանքին եւ կամ արարքներին ու կամ ստեղծագործություններին։ Հետևաբար հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների մասին խոսելիս պետք է նկատի ունենանք, որ այդպես հստակ թվական, որ ասենք ժողովրդի մտածելակերպի մեջ այս պահից սկսած ձևավորվեց այն կարծիքը, որ իրենց հավատքի եւ կամ իրենց տեսակի իրենց ինքնության համար իրենց կյանքը տված մարդիկ այլևս սուրբ են, հստակ թվական չեն կարող նշել։ Բայց մենք կարող ենք հիշատակել բոլոր այն գործողությունները կամ այն թվականները, որոնք որ եղել են մեկնար եւ կամ գործընթացի շարունակականության որպես հավաստիք, որ եկեղեցին փորձել է եւ եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի իր վերջնական հանգրվանին հասնի այն մտայնությունը, որ արդեն իսկ հայ ժողովրդի մեջ ձևավորվել էր իրենց նահատակների վերաբերյալ։ Ուրեմն 1919 թվականին արդեն սկսվեց այդ գործընթացը, որովհետև օրվա կաթողիկոսը հրահանգեց, որպեսզի հատկապես ներողություն, պատրիարքը, Կոստանդնապոլսի պատրիարքը սկահանդես իրականացրեց Պոլսի մեջ ի հիշատակ այն մտավորականների եւ այն քրիստոնյաների, ովքեր որ նահատակվել էին հնդածս առաջին համաշխարհային պատերազմի եւ կամ երիտթուրքերի կողմից իրականացված այդ ոչրագործության։ Ժամանակի ընթացքում բնականաբար մենք գիտենք, որ մեր հայ ժողովրդի պատմությունը ունեցել է տարբեր վայրիվերումներ եւ նաեւ անաստվածության տարիներ, հալածանքի բազում տարիներ, հոգեվոր զարթոնք հայ ժողովրդի մեջ մտածելակերպի իմաստով փոփոխություն նաեւ տեղի ունեցավ առաջին անգամ գոնե խորհրդային Հայաստանի պատմագրության մեջ 1965 թվականին մեր հայոց ցեղասպանության 50-ամյակի այդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շրջանակներում էր, որ նաեւ Վազգեն Վեհափար ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հուշակոթող դրվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում։ Միևնույն տարվա նոյեմբերին նաեւ դերձորի անապատներից բերվեցին նահատակների մասունքներ եւ զետեղվեցին այդ հուշակոթողի հիմքերում։ Եկեղեցական պատմագրության մեջ էլ երբ որ մենք տեսնում ենք առաջին հերթին նման անհատների, նման հավաքական ժողովրդի կամ հասարակության որևիցե մի խմբի կողմից հոգևոր սխրանքի առաջին արձագանքողը եւ առաջին արձանագրողը լինում է եկեղեցին։ Հայաստանը ապրում էր խորհրդային տարիների սահմանափակումների, նորանկախ պետության դժվարությունների, պատերազմի ու երկրաշարժի հետևանքների հաղթահարման շրջան։ 2005 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծված հանձնախումբը կազմում ունենալով ներկայացուցիչներ նաև Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունից իմի բերեց արարողության կանոնական տեքստը, շարականները։ Գարեգին II-ի հանձնարարությամբ պատրաստվեց արծաթյա մասունքարան, որի մեջ զետեղվեցին նահատակների մասունքները։ Սրբադասման կարգը հաստատելու համար հրավիրվեց եպիսկոպոսական ժողով, որին ներկա էին հայ առաքելական եկեղեցու նվիրապետական բոլոր աթոռներից ներկայացուցիչներ։ Մի հաշվարկով 600 տարի, մեկ այլ հաշվարկով 400 տարի մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին նման արարողություն չէր իրականացրել։ Դեռևս չհերքված տեսակետն այն է, որ ժողովրդական ընկալման արդյունքում է, որ եկեղեցին այլևս
այդ ակտը, այդ գործողությունը վերջնական դրոշմը դրել է տվյալ անձի վրա, հռչակելով որպես սուրբ, որովհետև անկախ նրանից եկեղեցին սուրբ կհռչակի թե չէ, եթե ժողովրդական այտանկալումը չկա, բնականաբար եկեղեցին չի կարող ներմուծել կամ ներածել ժողովրդի մեջ այդ գիտակցությունը, այլ ճիշտ հակառակը։ Ընկալումը եւ նաեւ հոգեվոր բարոյական պահանջը գալիս է առաջին հերթին ժողովրդի ներսից, ժողովրդի մտայնությունից եւ իրենց ապրումներից։ Եկեղեցական արարողությունը դա վերջնական հանգրվանն է, որ բերում հասնում է արարողությամբ տվյալ պարագային մեր նահատակների սրբադասմանը, երբ ապրիլ 23-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառ հայրապետը եւ Մեծի տանագիլիկյո կաթողիկոս Արամ առաջինը համախումբ ունենալով Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու մեր բարձրագույն հոգևոր իշխանությանը եպիսկոպոսած դասին իրականացրեց սրբադասման կարգը եւ Սուրբ խորանից հռչակեց նահատակներին հայոց ցեղասպանության նահատակներին Սուրբ նրանց, որոնք որ իրենց կյանքը տվել էին հանուն իրենց հավատքի եւ հանուն իրենց հայրենիքի։ Մեր եկեղեցին չի տարանջատել հանուն հավատքի եւ կամ հանուն հայրենիքի նահատակվածներին։ Դրա վարվկայությունն է նաեւ Սուրբ Վարդանանք, որոնք որ պայքարեցին, նահատակվեցին եւ մենք հիշատակում ենք իրենց մեր եկեղեցական տոնացույցի մեջ, նշելով, որ վասն հավատո եւ վասն հայրենիած իրենց կյանքը տվեցին։ Ապրիլի 24-ը Սուրբ նահատակների հիշատակության օրն է։ Այս օրը հոգեհանգստի արարողություններին փոխարինել է հիշատակության բարեխոսության կարգը։ Տեր Արսեն Քահանա Միրզոյանը Գերմանիայում Մարբուրգ քաղաքի Ֆիլիպս համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում պրոֆեսոր Կարլ Սպինգերայի գիտական ղեկավարությամբ աշխատել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը հայ առաքելական եկեղեցու կողմից 2015 թվականին դոկտորական թեզի վրա։ Ցեղասպանությունը ինքը նաև շարունակական բնույթ ունի, ինչպես մեր եկեղեցու, ինչպես մեր հայ քրիստոնյաներ, այնպես համաքրիստոնեական ողջ պատմության ընթացքում եւ առավել եւս հիմա, բայց մենք տեսնում ենք, որ քրիստոնյաներ մերձավոր արևելքից սկսած մինչեւ Մեքսիկա օրինակի համար մարդիկ քրիստոնյաներ իրենց կյանքն են տալիս իրենց հավատքի համար։ Ավելին, մարդ սպանելը դեռևս չի նշանակում ցեղասպանություն։ Վանդալիզմ կոչվածը, հա, մեր սրբությունները, մեր եկեղեցիներն ավիրել է, արդյոք դա ցեղասպանություն չի։ Արդյոք մեր եկեղեցին չի ցեղասպանվում։ Ոչ թե անհատի տեսքով, այլ եկեղեցին որպես կառույց, քարեղեն կառույց չէ, որպես հոգևոր կառույց։ Մեր ցեղասպանության այդ ոգեկոչման օրվան ընթരാճ Ստեփանակերտի եկեղեցին է ոչնչացվում։ Եվ ասա ցեղասպանության տրամաբանական շարունակությունը չի։ Եվ եթե մենք չարձագանքեինք, հա, 2015 թվականին, մենք եւս այսօր հանգելու էինք մի նոր իրավիճակի, որը որ ստիպելու էր մեզ եւս մեկ անգամ վերանայելու, վերարժևորելու եւ նոր հայացքի, նոր լույսի ներքո դիտելու։ 2020-ից 2023 թվականներին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները, Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը եւ մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։ Ապրիլ 24-ին կատարվող բարեխոսական կարգի Սուրբ Պատարագի ընթացքում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս մարդիկ խնդրում են հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար։